Արնո Բաբաջանյան համերգասրահի ցուցասրահում ներկայացված են չնկարիչների աշխատանքները։ Բոլոր կտավների հեղինակները տարբեր մասնագիտությունների կանայք են՝ մաթեմատիկոս, ինժեներ, բանասեր, լեզվաբան, դաշնակահար եւ բժիշկ։ Նրանց իր արվեստանոցում համախմբել է նկարչուհի Անուշ Առաքելյանը։ Միասին սուրճ են խմել, քննարկել իրենց առօրյան ու որոշել ամենատպավորիչ դրվագները կտավին հանձնել։ Կինը ստեղծագործող է, ինքը ստեղծագործում է երեխաներին դաստիարակելի, ստեղծագործում է թեկուզ ճաշ եփելի, ստեղծագործում է տուն կաղավորելի, ստեղծագործական ջիղը կնոջ մեջ կա։ Դրա համար կարծում եմ, որ կանայք գալիս է մի պահ եւ շատ մեծ ցանկություն ունեն ինքնաարտահայտվելու։ Եվ ես շատ ուրախ եմ, քանի որ կանայք, ով որ հաճախում են իմ արվեստանոցը, իրանք բոլորը կայացած են, իրանց բնակավարում բոլորը։ Բժիշկ ռադիոլոգ Ռուզան Խոնդկարյանը երբեք չէր մտածում, որ բացի քառակուսի տնակից կարող էր նաև այլ բան նկարել։ Հիմա նկարչությունն իր տարերքն ու ինքնաարտահայտման միջոցն են դարձել։ Երեխա ժամանակվա հետ միշտ ինձ դրել եմ լրիվ անտաղանդ մանուկի տեղ, մի հատ տնիկ էի նկարում ու վсё, մի հատ կետ, ոչ մի բան։ Շատ տարօրինակ ձևի ուղղակի հավաքվեցինք, որոշեցինք նկարենք, զբաղվենք, չկար ոչ մի միտում նմանակի բան, բացարձակապես։ Նկարը նկարի վրա, վրձինը սենց բռնի, ներկը սենց դիր, ու սկսեց։ Սկսնակ նկարչուհիների համար դյուրին չէր հասուն տարիքում վրձինը ձեռքը վերցնել ու հույզերը կտավին հանձնել։ Դժվարությամբ, բայց հաջողել են։ Անձամբ ես շատ պատահական եմ հայտնվել այս խմբում, իմ ընկերուհիները նկարում էին հենց խմբի անդամները եւ ինձ երկար հրավիրում էին նկարելու, ես երբեք վրձին չեմ վերցրել եւ առաջին անգամ գունանկար արել եմ եւ անգամ այսպես հումորային բան ասեմ, ես չգիտեի որ նույն նկարը կարելի է անել մի քանի վրձիններով եւ ես իմ առաջին նկարը արել եմ ըստ էության 1 վրձինով, անգամ չգիտեի գույները ոնց են խառնում, ոնց են ստանում երանգներ, բայց աստիճանաբար ինչ որ բան բացվեց եւ սկսեցինք նկարել։ Չնկարիչ կանանց աշխատանքները հանրությանը ներկայացնելու հարցում օգնության է հասել Լիա Պետրոսյանը։ Ինձ հետաքրքրեց երևույթը, որ կանայք, որոնք հասուն տարիքում, որոնցից յուրաքանչյուր կարծել է իր մասնագիտության մեջ համարձակվել է ինչ-որ բան փոխել իր կենսակերպում, որովհետև արվեստի հետ գործ ունենալը դա կենսակերպի փոփոխություն է նախ եւ առաջ։ Չնկարիչները բոլորին ի սրտե հրավիրում են ծանոթանալու իրենց ի սրտե ցուցադրությանը, մինչև հունիսի 7-ը։ Ալիսա Մելքոնյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրերի համար։